Ջրամատակարարումը 1 տարի անց կիրականացնի 1 միասնական օպերատորը 5-ի փոխարեն։ Նախագծի հեղինակները այս կերպ նախատեսում են գումար խնայել եւ ավելի արդյունավետ իրականացնել ջրամատակարարումը հատկապես հեռավոր համայնքներում։ Միասնական կառավարիչը առայժմ հայտնի չէ, մրցույթն անցկացվելու է հաջորդ տարի։ Դա հնարավորություն կտա նաև տնտեսել վարչական ռեսուրսների առումով, մատակարարման առումով, այս ամենը իհարկե ունի իր արդյունավետությունը եւ բնականաբար հնարավորություն կընձեռի ավելի մեղմ սակագնային քաղաքականություն վարել։ Միասնական օպերատորի անցումը ջրամատակարարման ռազմավարության նոր փուլի հիմնական բարեփոխումն է։ Նոր ծրագրով հույս ունեն լուծել նաև սակագնի հարցը։ Միասնական կառավարումը պետք է այն հավասարեցնի հանրապետության բոլոր շրջանների համար։ Հանրապետության 560 համայնքներ մինչև օրս դուրս են ջրամատակարարման համակարգից։ Խնդիրը լուծելու համար բանակցում են միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Եթե KfW-ի հետ գործակցությունը ստացվի, Հայաստանը 10 միլիոն եվրո դրամաշնորհ կստանա։ Միանգամից սակագնային կտրուկ փոփոխություն կամ այլը չի լինելու։ Ընտրվելու է ամենալավ տարբերակներից մեկը եւ հետո դիտարկվելու է թե ինչ ժամանակահատվածում եւ ինչ կարգով մենք կարողանանք ինքնածախսածածկման սակագին ընտրել։ Բարեփոխումների այս փուլի երկրորդն է 2001-ից հետո, երբ ջրամատակարարման ոլորտը հանձնվեց մասնավոր կառավարիչներին։ Առաջիկա 15 տարիների համար մշակվող ջրային ռազմավարությունը մասնագիտական քննարկումների փուլում է, որից հետո կներկայացվի կառավարություն։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։